Այդ դատախազ կներկայացնեք ձեր այցելության նպատակը, եկել եք, որովհետև դեպքերն են քաղաքում շատ վերջին շրջանում, թե նոր դատախազին եք ներկայացնում։ Բնականաբար առաջի հանդիպումն է նորանշանակ դատախազին եմ ներկայացնում եւ շատ կարեւորում եմ այսօր նաեւ մարզի իրավապահ մարմինների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ համատեղ խորհրդակցությունը, աշխատանքային քննարկումը։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ եւ կարեւոր է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, մեր գործընկերները գլխավոր դատախազից անմիջապես լսեն այն պահանջները, այն սկզբունքները, այն կանոնները, որոնք վերաբերելու են այսուհետ մեր աշխատանքին։ Եվ ինչ պահանջներ եք բերել ձեր պահանջները Շիրակի մարզի դատախազության տրվող։ Պահանջներն ըստ էության վերաբերում են ամբողջ հանրապետությանը, յուրաքանչյուրս պարտավոր ենք լինելու մեր ամենօրյա աշխատանքով, ընդ որում գիշեր ու զօր աշխատանքով, ապահովելու, որպեսզի ցանկացած դեպքով, որով կզբաղվի իր գործառույթների շրջանակներում դատախազությունը, իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի լրիվ քննություն, որպեսզի շատ արագ մենք կարողանանք հասնել նաև հանրային այն ընկալմանը, որ օրենքի առջև իսկապես բոլորը հավասար են։ Պարոն դատախազ, Շիրակի մարզում ամեն դեպքում շատ են լինում դեպքերը, կրիմինալացված պիտակին դեպքեր ազատվել չեն կարողանում, արդյոք վատ են աշխատում, թերանում են համակարգի ներկայացուցիչները։ Կոնկրետ դատախազությունը արդյոք իր լիազորությունները կատարում է այնպես ինչպես հարկն է, թե գնահատմամբ թերանում է։ Ինչն է պակասում, որ այդպես է։ Ես կարող եմ վստահորեն ասել, որ դատախազությունը նաև Շիրակի մարզում իրականացնում է իր գործառույթները բարեխղճորեն։ Բայց ցանկացած աշխատանքում էլ կան թերացումներ։ Ցանկացած աշխատանք ավելի արդյունավետ դարձնելու, առավել կատարելագործելու տեղ ունի։ Եվ ես կարծում եմ, որ մեր նաև այսօրվա հանդիպումը հետագայում մենք կունենանք էլի առիթներ հաճախակի հանդիպելու կոնկրետ դեպքերով կամ օրինաչափ իրավիճակների ուսումնասիրության արդյունքում կձեռնարկենք անպայման միջոցներ, որոնք մեր աշխատանքը առավել արդյունավետ կդարձնեն։ Շատ լավ, մեկ հարց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործող դատավարությունը առաջիկը կարելի այդպես ասել, կատատական վճիռ ասել դատականով։ Ինչ կարծիքի եք առհասարակ կայացված դատավճիռի մասով, քանի որ տեղյակ ենք, որ նոր փողոքայքում արդյոք իրավական գնահատականը ճիշտ է տրված։ Արկա դատական ակտի պայմաններում մեղադրողի կողմից չի բողոքարկվել դատական ակտը։ Դա արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեղադրանքի կողմը համաձայն է դատարանի կողմից, առաջի այցանի դատարանի կողմից տրված իրավական գնահատականների հետ։ Պատժի կրման հետ կապված ինչ լուծում եք տեսնում Բեռնիատովին։ Քանի որ դա մի քանի պայմաններ է իր մեջ ենթադրում, այսինքն եթեներ ունենք, հետեւաբար կարծում եմ, որ այսօր ուղղակի ժամանակի վատնում կլինի այդ եթեների մասին խոսել։ Կհասնենք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու փուլին, դրանից հետո իմ ասած եթեների իրավիճակներ կունենանք, անպայման օրենքով սահմանված կարգով բոլորիդ համար շատ ընկալելի լուծումները դուք կտեսնեք։ Դուք գործը բացահայտված համարում եք։ Քրեական գործից անջատված մաս ունենք ըստ ձեզ։ Եթե ոչ, ուրեմն բացահայտվել է, կարող ենք ասել, որ ես արդեն ասացի, կայացվել է դատական ակտ, որի հետ մեղադրանքի կողմը համաձայն է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, ցանկանում Երեկվա դեպքերի մասով ինձ արդեն զեկուցել են, որ անմիջապես հարուցվել է քրեական գործ, այս պայդրությամբ արդեն ունենք 2 ձերբակալված անձինք, այսօր առիթ կունենամ նաև այս պայդրությամբ քննության արդյունքներին ծանոթանալու եւ ըստ անհրաժեշտության ցուցումներ տալու։ Ընտրական խախտումների մասով կարծում եմ բոլորդ համոզված եք, որ ընտրությունների օրերը դատախազությունը աշխատում է օպերատիվ աշխատանքային ռեժիմով եւ լրատվամիջոցներում հրապարակված ցանկացած նյութ պարտադիր ստուգման առարկա է դառնում։ Ընդ որում ասեմ, դա այն բացառիկ իրավիճակներից է, երբ որ ցանկացած զանգվածային լրատվամիջոցում առկա հաղորդում պարտադիր ստուգման առարկա է դառնում։ Ստուգմամբ ձեռք բերված նյութերն են մեզ հնարավորություն տալիս որոշելու հարուցենք քրեական գործեր, առաջ շարժվենք, թե արդեն իսկ ակնհայտ է, որ առերևույթ հանցագործության հատկանիշները բացակայում են։ Իսկ ունեք այդպիսի վիճակագրություն։ Մենք ամեն դեպքում հիշում ենք, կան դեպքեր սպանությունների ընդհանուր մինչև ավազակային հարձակումների, որոնք բացահայտված չեն եւ անգամ 1 տարի։ Իսկ համեմատել եք մյուս մարզերում ավելի բարձր է դրա վիճակը։ մենք կոնկրետ Իմ խնդիրն է, ես որպես նոր գլխավոր դատախազ անպայման ուսումնասիրության առանձին առարկա է լինելու նա լոկալ խնդիրները, հանրապետական խնդիրները։